Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Մոսկվայի հանդիպումից հետո քաղաքական դաշտում ակտիվ քննարկումներ, ինչ են պայմանավորվել կողմերը։ Արձագանքներ, գնահատականներ, հարցեր, ինչ է գրում ռուսական մամուլը։ Ազատություն Դավիթին, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա էր։ Ցավ, տառապանք, կարոտ, հպարտություն, ապրիլյանի տարելիցին եռաբլուրը մարդաշատ էր։ Մերձավոր արևելքը կանգնած է լայն պատերազմի շեմին, ինչ է զգուշացնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Արդեն 2 օր է հայաստանյան և ռուսական մամուլում ակտիվ քննարկվում է Ռուսաստանում կայացած Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Հանդիպումից 1 օր անց վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփել է մոսկովյան այցի արդյունքները, այն գնահատելով հաջողված։ Վարչապետի խոսքով Մոսկվայում մի շարք ոլորտներում պայմանավորվածություններ են ձեռք բերվել մշակութային գործակցությունից մինչև ռազմատեխնիկական ոլորտ։ Ինչ էր թաքնված այս հանդիպման պաշտոնական ձևակերպումների հետևում, կուլիսային զարգացումները ռեպորտաժում։ Նկարվելու խնդրանք վարչապետ Փաշինյանին, բայց այլ ուղերձով։ Որպես այս երեխեքը հիշեն, ում օրոք է Ղարաբաղը հանձնվել։ Այնուհետև հնչեց ածական։ Դավաճան, Արցախը հանձնեցիր դու։ Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Փաշինյանին մեկ այլ անակնկալել էր սպասվում, մինչև Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը։ Он обещал народу мир и счастье, что первым делом землю продал. Միջադեպերից ժամեր անց մեկնարկեց Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Օրակարգում մի շարք հարցեր էին ներառված. Արցախյան շարժում, նախընտրական փուլ, քաղբանտարկյալներ, ԵՄ, ԵԱՏՄ ընտրություն եւ այլն։ Մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանի որ հաստատվել է խաղաղություն եւ Հայաստանն ու Ադրբեջանը հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Քաղաքագետ Ստեփան Հասան Ջալալյանը անիրատեսական է համարում Փաշինյանի հայտարարությունը։ Արցախյան շարժումը մեկ մարդ չի սկսել, որ մեկ մարդ էլ ավարտին հասցնի։ Աստված մի արասցե, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ճանաչի Արցախ Ադրբեջանի կազմում, դա չի նշանակում, որ Արցախի հայության ինքնորոշման իրացված իրավունքի հարցը մեջտեղից դուրս է գալիս։ Ոչ, այդպիսի բան չկա։ Այո, դա ցավալի է, դա ողբերգական է, դա ամոթալի է, որ Հայաստանի ղեկավարը կարող է նման դատողություն արտաբերել, բայց դրանով չի նշանակում, որ վերջ, փակվեց Արցախի հարցը, ավարտված է, այլևս խաղաղություն հաստատվեց, ոչ։ Փաշինյանը հանդիպմանը խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին։ Պուտինին ասել ոչ միայն Թրամփի, այլև նրա ներդրումն է մեծ։ Արձագանքելով Պուտինն ասել է. ԱՄՆ նախագահն ակտիվորեն ներգրաված էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Կարևոր է պահպանել հարաբերությունները, մանավանդ որ ենթակառուցվածքների ապաշրջապակումը նկատելի է արդեն։ Հայ-ադրբեջանական հարաբերություններում հաստատված խաղաղությունը հաստատուն չէ, քանի դեռ Ադրբեջանում են պահվում հայ գերիները, հիշեցնում է քաղաքագետը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն չի հաստատվել նախ առաջինը, որպես այդպեսին է գոյություն չունի ստորագրված վերջնական փաստաթուղթ, եւ եթե նույնիսկ թվացial խաղաղություն է, դա խաղաղություն չէ, դա իրականության մեջ այսպես առերևույթ խաղաղություն է, որովհետեւ երբ որ երկրների միջև հաստատվում է խաղաղություն, դա չի կարող համարվել խաղաղություն, քանի որ մեր գերիները գտնվում են Ադրբեջանում, եւ եթե խաղաղություն է հաստատված, ապա մեր գերիները ինչու են գտնվում Ադրբեջանում, եւ բացի դրանից Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի 200 ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք։ Վերադառնալով Պուտին-Փաշինյան հանդիպմանը, ՌԴ նախագահը խոսել է անազատության մեջ գտնվող գործիչների եւ առաջիկա ընտրության մասին, նշել ռուսական կողմը կցանկանար, որ այդ մարդիկ կարողանային մասնակցել ներքաղաքական գործընթացներին։ Գիտենք, որ Հայաստանում առաջիկայում ընտրություններ են։ Մոսկվան ունի շատ ընկերներ գործարարների շրջանում։ Մի քանիսը նրանցից, որ ունեն Ռուսաստանի Դաշնության անձնագիր, գիտեմ, գտնվում են անազատության մեջ։ Իհարկե, դա ձեր որոշումն է, բայց կցանկանայինք, որ նրանք բոլորը կարողանան մասնակցել ներքաղաքական գործընթացներին։ Ի պատասխան վարչապետ Փաշինյանը ասաց, Հայաստանում ընտրություններին կարող են մասնակցել միայն Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցող քաղաքացիները։ Քաղաքագետ Մենուա Սողոմոնյանի կարծիքով Փաշինյանի Ռուսաստանի Դաշնություն այցի իրական նպատակներից մեկը նախընտրական տրամադրությունները հասկանալն էր։ Նա գնացել է Մոսկվա
ճշգրտելու Մոսկվայից մասնավորապես Պուտինի վերաբերմունքը իր նկատմամբ եւ առաջիկա ընտրությունների հետ կապված։ Դա ցույց է տալիս, որ Փաշինյանի այն մետախոսական, պորոտախոսական այն հայտարարությունները, որ Հայաստանի Հանրապետությունը հիմա ավելի քան երբևէ ինքնիշխան է, ավելի քան երբևէ անկախ է, ազատագրված է գաղութացման լծից եւ այլն, չեն համապատասխանում բացարձակ իրականությանը։ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի միջև իր բովանդակությամբ սովորական պաշտոնական հանդիպումը չէր, կարծում է Վարդան Օսկանյանը։ Պուտինը փոխանցեց մի ուղերձ, որը միաժամանակ եւ դիվանագիտական էր, եւ քաղաքականապես կործանարար գրել էր Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարարը։ Եթե հանենք դիվանագիտական ձևակերպումները, ուղերձը պարզ էր։ Դուք կարծես չեք հասկանում, թե ինչ եք անում։ Դուք սխալ ուղու վրա եք, եւ եթե շարունակեք այդպես, հայ ժողովրդին կհասցնեք անհամեմատ ավելի մեծ վնաս, քան արդեն հասցրել եք։ Օսկանյանի կարծիքով Պուտինը, անդրադառնալով Հայաստանի տնտեսական կապերին, անվտանգության խնդիրներին հիշատակելով Լեռնային Ղարաբաղը, Փաշինյանի անիրատեսական ակնկալիքները Եվրամիության հետ հարաբերություններից եւ նույնիսկ ակնարկելով առաջիկա ընտրությունները, պարզապես երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային խնդիրների ամփոփում չէր անում։ Նա հստակ հակադրություն էր ձևակերպում այն բանի միջև, թե ինչ է ունեցել Հայաստանը, ինչ է կորցրել եւ ինչ տակավին կարող է կորցնել։ Սա հարաբերությունների վերանայման փուլ է, ոչ թե ամրապնդման։ Պուտինի խոսքի առանցքը կառուցված էր մեկ հիմնական հակասության վրա, կարծում է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։ Ըստ քաղաքագետի, Պուտինի հայտարարությունը նշանակում է ԵՄ-ԵԱՏՄ ընտրության պահը մոտենում է։ Հայաստանը շարունակում է օգտվել Եվրասիական տնտեսական միության բոլոր տնտեսական առավելություններից, բայց քաղաքական վարկով արդեն դուրս է գալիս այդ համակարգի տրամաբանությունից, եւ այստեղ հնչեց ամենակարևոր, բայց դիվանագիտական փաթեթավորման ուղերձը։ Այդ երկու վեկտորները երկարաժամկետ համատեղելի չեն։ Ըստ Մարտիրոսյանի, Պուտինի ամենահանգիստ, բայց ամենակոշտ շեշտադրումը վերաբերում էր գազի գնի մասին հայտարարությանը։ Հայաստանը գազի գինը ստանում է քաղաքական սուբսիդիայով, եւ հենց այստեղ է գլխավոր մեսիջը ըստ Մարտիրոսյանի. քաղաքական սուբսիդիան չի կարող գոյություն ունենալ քաղաքական անհամաձայնության պայմաններում։ Եթե հարաբերությունները վերակառուցվում են, առաջինը վերանայվելու է հենց սա։ Միասին դեռ պետք է ընտրենք այսօր։ Այո, շնորհակալություն հյուրասիրության համար։ Սեդամ Ակարյան, Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Փաշինյան-Պուտին հանդիպմանը անդրադարձել է նաև ռուսական մամուլը։ Ռուսական լրատվամիջոցների արձագանքներին հետևել է Գառնի Մութաֆյանը։ Խուսափողական պատասխան եվրոինտեգրացիայի կողմնակիցների հաղթանակի գինն ու քաղաքական թթվածնի փոխարեն իրականության սառը ներարկում։ Ռուսական ու միջազգային մամուլի գլխավոր էջերին Փաշինյանի այցն է Ռուսաստանի Դաշնություն։ Բողոքի ակցիաներ, միջադեպեր ու դժգոհություններ։ Իզվեստիան գրել է Մոսկվայի կենտրոնում Հայաստանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին։ Պարբերականը նշել է, որ հավաքվածներն աջակցություն են հայտնել հայ առաքելական եկեղեցուն, պահանջելով, որ Փաշինյանը դադարեցնի միջամտել նրա ներքին գործերին։ Սակայն վերլուծությունների առյուծի բաժինը հասել է Փաշինյան-Պուտին հանդիպմանը։ Ռուսական Պրավդան գրել է, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան էր եկել քաղաքական թթվածնի համար, բայց իրականության սառը ներարկում ստացավ։ ՏԱՍ-ն էլ գրել է, որ Նիկոլ Փաշինյանը խուսափողական պատասխան է տվել Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի խորհրդարանի ընտրությանը ռուսամետ ուժերի մասնակցության մասին դիտողություններին։ Մեկ այլ պարբերական էլ գրել է, որ Հայաստանում ընտրությունից առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահը բացատրել է եվրոինտեգրացիայի կողմնակիցների հաղթանակի գինը։ Բոլորը համակարծիք են, որ Փաշինյանի այցը Մոսկվա կապված է խորհրդարանական առաջիկա ընտրությունների հետ։ Նման ուղևորության համար այլ ակնհայտ պատճառներ չկային այս պահին։ Որոշ հարցեր երկու առաջնորդների բանակցությունները դժվարացնում էին։ Նիկոլ Փաշինյանը սակայն կարողացավ դիմակայել ճնշմանը։ Ցարիգրադն էլ գրել է, որ Պուտինն ուղիղ եւ կարեւոր հարց է ուղղել Փաշինյանին։ Կպահպանի արդյոք Երևանը ինտեգրացիան Մոսկվայի հետ, թե կընտրի եվրոպական զարգացման ուղին։ Կարևոր փաստարկներից մեկը գազի գինն է։ Մինչ Եվրոպան վճարում է մինչև $600 1000 խորանարդ մետրի համար, Հայաստանը ռուսական վառելիքը ստանում է գնի 1/3-ով $177.50-ով։ Պուտինը միանշանակ հիշեցրել է, որ այս գինը քարե գծի վրա չէ։ Այդուամենայնիվ փորձագետներն զգուշացնում են, որ արտաքին հավատարմության ճակատի հետևում թաքնված է վաղուց հաստատված ուղի։ Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ստանիսլավ Պրիչինի խոսքով Փաշինյանն արդեն արել է իր աշխարհաքաղաքական ընտրությունը։
Ռուսաստանի ներկայության նվազագույնի հասցնելը դառնում է Փաշինյանի համար առաջնահերթություն, ակտիվների վաճառքը եւ հիմնական ենթակառուցվածքների փոխանցումը երրորդ կողմի վերահսկողությանը քայլեր են, որոնք ակնհայտորեն հակասում են դաշնակիցների դիսկուրսին։ Փաշինյանին հանձնարարվել է արդյունավետորեն անջատվել Ռուսաստանից։ Սա ակնհայտորեն Եվրամիության նախաձեռնությունն է։ Այժմ լուրջ համաձայնություններ չեն սպասվում։ Բոլորը խաղում են իրենց խաղը։ Միջազգային Washington Post-ը, Reuters-ը եւս անդրադարձել են Փաշինյանի Մոսկվայցին։ Բարբերականները խոսել են կողմերի քննարկման ԵԱՏՄ-ԵՄ հատվածի մասին։ Գրել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է Եվրոպական միությանը միանալ ձգտող Հայաստանին։ Չեն կարողանա լինել եւ ԵՄ-ի եւ Մոսկվայի գլխավորած տնտեսական դաշինքի մաս։ Հայաստանը, որն անցյալ տարի ստորագրել է ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագիր, որը վերջ է դրել Ադրբեջանի հետ տասնամյակներ տևած թշնամական գործողություններին, ավելի ու ավելի է ձգտում սերտ կապեր հաստատել ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ։ Հայաստանի հարաբերությունները իր վաղեմի հովանավոր եւ դաշնակից Ռուսաստանի հետ լարվել են այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2023-ին լիովին վերահսկողություն հաստատեց Ղարաբաղյան տարածաշրջանի նկատմամբ։ Միջազգային ու ռուսական մեդիան այս հանդիպումը ներկայացնում է ոչ թե որպես գործակցության նոր փուլ, այլ որպես Հայաստանի արտաքին կողմնորոշման շուրջ բացահայտ հակասության դրվագ, որտեղ Մոսկվան ունի կարմիր գծեր։ Գառնի Մութաֆյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Ուշադրություն է գրավել նաև վարչապետի կրծքանշանը, որի վրա պատկերված է Հայաստանի քարտեզը առանց Արցախի։ Նման սիմվոլիկ դետալներն արդյոք դիվանագիտական արարողակարգում կարող են դիտարկվել որպես քաղաքական ուղերձ, մեկնաբանել է դիվանագետը։ Ավելորդ նման տարբերանշանների առկայությունը ուղերձ է տալիս, բայց արարողակարգի առումով բացարձակապես ընդունելի չէ։ Այն էլ մեծ նման մեծածավալ, ասենք, կրծքանշաններ կամ այլ արտուզարդ։ Միակ ընդունելի տարբերակները այդ դեպքում ազգային դրոշն է, փոքր չափի, պետական դրոշը երկրի կամ տվյալ անձի ունեցած բարձրաստիճան շքանշանի փոքր տարբերակը, որը ընդունված է գրել։ Բայց պես աշխատանքային այցի ընթացքում դրանք նույնպես ճիշտ ասած շատ ընդունելի չեն եւ ուղերձ են փոխանցում, բայց յալ պարագայում այդ ուղերձի նպատակահարմարությունը բացարձակապես անհասկանալի է։ Պատկերացրեք նույն, ասենք Ռուսաստանի նախագահը գրի Ռուսաստանի քարտեզը իր կրծքին։ Հսկայական չափերի ընդորում, ասենք։ Բնականաբար դա անիմաստ շեղող ատրիբուտ է, որը ճիշտ ասած ընդունված չի եւ արարողակարգի բոլոր կանոններին դեմ է։ Դու անպատճառ ինչ որ բան ուզում ես հաղորդել դրանով, բայց այդ հանդիպումը ոչ դրա տեղն է, ոչ էլ ժամանակը, որովհետև հանդիպման իմաստը հենց դա է, որ կարելի է քննարկել ամեն ինչ եւ ուղերձները կարելի է բարձրաձայնել առանց որևէ սիմվոլիկայի։ Մոսկովյան հանդիպումից ժամեր անց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապի նախագիծն արդեն իրականացվում է անկախ Հայաստանի ապաշրջափակման գործընթացից։ Օվերչուկի խոսքով Անկարայի եւ Բաքվի համար այս կապը մեծ նշանակություն ունի եւ դրա գաղափարը ձևավորվել է դեռ այն ժամանակ, երբ Հայաստանի ապաշրջափակման հարցը չէր քննարկվում։ Սա պարզապես տնտեսական գործընթաց է, թե քաղաքական ազդակ Երևանի համար, Սեդակ Յուրեղյանն է ներկայացնում։ Գնացքը չի կարող խուսափել սեփական գծերից, բայց Հայաստանը փորձում է փոխել այդ գծերը։ Ալեքսեյ Օվերչուկի ակնարկն է Հայաստանի պաշտոնական մակարդակում շրջանառվող շարունակական պնդումներին, թե երկաթուղին երրորդ երկրի են հանձնելու։ Փաշինյանը Ռուսաստան այցից վերադառնալուց ժամեր անց եւս մեկ անգամ արձանագրեց. Հայաստանը խնդիր ունի երկաթուղու ռուսական կառավարման հետ։ Մեր խնդիրը ընդհանրապես ձևակերպված է մի նախադասության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունը այս պայմաններում իր մրցակցային պոտենցիալ առավելությունները կորցնում է։ Պաշտոնական Երևանը դժգոհ է ներդրումների ծավալից, տարիներ ի վեր կորուստներով աշխատանքից։ Իսկ ինչից է դժգոհ Ռուսաստանը։ Երբեմնի ազդեցիկ երկիրը տարածաշրջանում պարզապես հարևանի է վերածվել, եւ այդ դերը դուր չի գալիս պաշտոնական Մոսկվային։ Լոգիստիկ ուղիները զիջել Ռուսաստանը չի պատրաստվում։ Հարավկովկասյան երկաթուղիները այն հիմնական, այսպես ասենք, ազդեցության լծակն են լոգիստիկ առումով, որոնք ապագայում հնարավոր տարածաշրջանում հնարավոր ապաշրջափակման պայմաններում խաղալու են կարևորագույն, եթե չասեմ ռազմավարական դեր։ Ազդեցությունը պահպանելու համար Ռուսաստանը միջոցների է դիմում եւ չի թաքցնում այդ փաստը։ Օվերչուկն ակնարկում է, իրենք տասնյակ տարիներ են այստեղ եւ լավ ծանոթ են երկաթուղային ցանցում առկա խնդիրներին։
Որպես Հայաստանում երկաթուղու կոնցեսիայի ներկայիս տերեր, մենք ունենք օրինական հարցեր երկաթուղու հզորության վերաբերյալ, եթե ծառայությունը վերականգնվի։ Վստահ եմ, որ ցանկացած այլ ներդրող, որին Հայաստանի ղեկավարությունը կնախընտրեր տեսնել Ռուսաստանի փոխարեն, նույն հարցերը կտար։ Ամեն դեպքում բարեկամ երկրները, որոնց Հայաստանը առաջարկում է վաճառել այս կոնցեսիան, արդեն հարցնում են մեզ, եւ մենք չենք թաքցնում մեր կասկածները մեր ընկերներից։ Մոսկվան տրանսպորտային ապաշրջափակումը կապում է ավելի լայն քաղաքական գործընթացների հետ։ Փոխվարչապետ Օվերչուկը փաստացի նշում է, Ռուսաստանը միակ երկիրն է, որ կարող է բալանսի բերել տարածաշրջանի խախտված հավասարակշռությունը, իսկ ում կողմն է թեքվել նժարը։ Բալանսը Հայաստանի Հանրապետությունը չի լրացնում, այլ այն լրացվում է կամ ուժային հավասարակշռության բացը լրացվում է այլ դերակատարների միջոցով, իսկ այլ դերակատարները ըստ էության այն դերակատարներն են, որոնք հանդես են գալիս տանդեմի միջոցով։ Իսկ այդպիսի տանդեմ գոյություն ունի տարածաշրջանում մեկ տանդեմ եւ դա Թուրքիա եւ Ադրբեջանի ձևավորված տանդեմն է։ Այն, որ նժարը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմն է թեքվել, վկայում է Հայաստանի իշխանության կողմից Ղազախստանի տարբերակի ակտիվ քննարկումը, որպես Հայաստանի երկաթուղային ցանցի ապագա կառավարիչ։ Միանշանակ է արդյոք այս երկրի ընտրությունը։ Ղազախստանը նախ թուրքական պրոյեկտ է, հանձնել ղազախական կոնցեսիոն կառավարման հետ նույնիսկ ոնց որ հանձնել Անկարային կամ ավելի վատ հանձնել Բաքվի։ Ուսուցարի Հայաստանն էլ այս հարցում փորձում է ոչ թե իր շահերը առաջ մղի, այլ հարմարվի թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ քաշած այսպես կոչված չեզոք միջնորդին հանձնելիս Ղազախստանի։ Պաշտոնական Մոսկվան պնդում է, իրենք չեն պատրաստվում կառավարումն ուրիշին զիջել։ Այս մասին վկայում է նաև այն, որ Ռուսաստան կատարած այցից հետո Փաշինյանն ընդգծեց, Պուտինի հետ քննարկել են երկաթուղային կառավարման հարցը, բայց դեռևս որևէ լուծում չեն գտել։ Սեդակ Յուրեղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածի մասին եւ ըստ էության կարծես պաշտպանել է իր պահպանությունն իրականացրած աշխատակցին եւ արդարացրել նրա գործողությունները։ Երբ որ պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է ուժ գործադրել, ինքը կարող է հարվածել, ինքը կարող է ուժ գործադրել, Աստված չանի սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել, այսինքն ձեզ համար պետական պահպանության ծառայության աշխատողը ինչ է ամենայն հարգանքով բոլոր մասնագիտությունների նկատմամբ։ Պետական պահպանության ծառայության աշխատողը նրա համար է, որ երբ որ կա իրավիճակ ուժ գործադրի։ Միջադեպից հետո կալանավորված Դավիթ Մինասյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել, պահանջելով ազատ արձակել 18-ամյա երիտասարդին։ Նրանք պնդում են, որ տղայի առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ։ Սակայն Դավիթ Մինասյանի առողջական վիճակի վերաբերյալ վերջնական գնահատական դեռ չկա։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը չի կարողանում հստակեցնել, այն համատեղելի է կալանքի հետ, թե ոչ։ Միջադեպը միանշանակ պետք է դառնա քննության առարկա, ընդ որում կապ չունի թե ում գործողությունների մասին է խոսքը, բնականաբար յուրաքանչյուրի գործողությունը պետք է դառնա քննության առարկա, եթե անվտանգության աշխատակցի կողմից կիրառված ուժի համաչափության հետ կապված խնդիրներ կան, դա եւս պետք է դառնա քննության առարկա։ Հետևաբար միջադեպի առումով ես բնականաբար գնահատական տվող չեմ, որովհետեւ ես չեմ քննություն իրականացնող մարմինը, բայց եթե կան կասկածներ եւ եթե կան մտահոգություններ միջադեպի ժամանակահատվածում ուժի կիրառման համաչափության հետ կապված, դա պետք է դառնա քննության առարկա, ինչպես միջադեպի մնացյալ բոլոր հնարավոր հանգամանքները։ Դավիթի դասընկերներն ու նրանց ծնողները չեն հաշտվում տղայի կալանքի հետ։ Նրանք ՄԱԿ-ի գրասենյակի մոտ աջակցություն Դավիթի բողոքի ակցիա են անցկացրել։ ՄԱԿ-ից են արդարություն պահանջում։ Մենք հավաքվելով փորձում ենք հանրությանը ցույց տալ, թե ինչ է կատարվում մեր դասընկերների հետ եւ ակնկալում ենք, որ հանրության միջոցով ինչ որ գործողություններ տեղի կունենան այդ գործի շուրջ։ Իսկ ձեր դասընկերոջ վերագրվող մեղադրանքները այդքան երկար սովորել եք, ասեմ, որքանով է համապատասխանում։ Իմ կարծիքով ոչ մի կերպ, քանի որ նա արտառոց ոչ կրվարար է եղել, շատ դաստիարակված, շատ կրթված է եղել եւ այդ մեղադրանքները նրա մասին չէին կարող լինել, նա այդպիսի պահված կյանքում չի ցույց տվել կամ դրսևորը արքուստ մոտիկից ընդհանուր ծանոթ լինելով նրան։ Տեսեք, կալանքը 2 ամսով է Դավիթին չազատեն այդ կալանքից։ Ձեր այս ակցիաները ամենօրյա բնույթ են կրում։
Այո, գրելու են մինչև այդ կալանքը փոխվի կամ գոնե տնային կալանք տրվի, ինչ որ գործողություններ լինեն, քանի որ այդ ամեն ինչը դրսևորում է մենք գիտենք մեր Դավիթին եւ գիտենք ինչպես է իրավիճակը, ինչ դրսևորում պետք է լինի եւ մեր պահանջը նույնպես գիտենք։ Հիմա ՄԱԿ-ից ինչ ակնկալիք ունեք, որ գրասենյակի դիմաց եք ակցիա անում։ Մեր ակնկալիքը հետեւյալն է, որպեսզի միջազգային հանրությունը ուշադիր լինի եւ տեսնի թե ինչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, թե դպրոցականների հանդեպ, թե երիտասարդների հանդեպ եւ որպեսզի ինչ որ գործողություններ տեղի ունենան եւ որոշումը փոխվի։ Երևանի քրեական դատարանի Ավանի նստավայրում դատավոր Մանվել Շավերդյանի նախագահությամբ ընթացել է «Իմն եմ նիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի գործով հերթական դատական նիստը։ Շուրջ 6 ամիս հետո դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։ Այսօր շարունակվել է նաև Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը։ Սրբազան հայրը դատական նիստի մեկնարկին աղոթել է քառօրյա պատերազմի զոհերի հոգիների հանգստության համար։ Ոտքի կանգնեք։ 2016 թվականի ապրիլյան մեր նահատակ տղերքի հիշատակի օրն է նաև, ինչպես նաև բոլոր մեր նահատակների։ Անունով եւ որդվո եւ օգնի սրբո ամեն։ Քրիստոս որդի Աստծո անուխակալ եւ բարեգութ, քո արարչական սիրովդ գտավ հոգիները բազմահազար նահատակած մերոց, ովքեր իրենց կյանքը ընծայեցին մեր հայրենիքի եւ մեր հավատքի համար։ Հիշիր նրանց երկված քո մեծ արքայությամբ, արա արժանի ողորմության, քավության եւ մեղքերի թողության։ Նիկոլ Փաշինյանն այսօր քառօրյա պատերազմի տարելիցի օրը դարձյալ խոսել է Արցախ բառի եւ իր ձևակերպմամբ Արցախից փախչելու մասին։ Ըստ վարչապետի պատերազմի ժամանակ եղել են գեներալներ, որոնք չեն կատարել իրենց պարտականությունները։ Նա նաեւ քննադատել է որոշ զինվորականների։ Մենք պետություն ենք եւ պետք է հասկանանք, որ ասված ամեն արտահայտություն, արված ամեն քայլ ունի արժեք։ Որևէ արժեք, այդ արժեք կարող է լինել պոզիտիվ, այդ արժեքը կարող է լինել նեգատիվ եւ ամեն ինչ ունի իր պատճառը հետևանքային կապերը եւ սա պետական գիտելիք ձեռք բերելու շատ կարեւոր մի գործընթաց է։ Ես չեմ ասել, որ գեներալները վախկոտ են, ես ասել եմ կան վախկոտ գեներալներ եւ դասալիքներ եւ այո, նրանցից շատերը դատվում են։ Մյուս մենք ունենք թալանչի գեներալներ, որոնք անցնում են ապօրինի գույքի գործով, եւ մենք ունենք կոռուպցիայի գործերով անցնող գեներալներ, եւ գեներալի ուսադիրը ոչ մեկին ընդհանրապես ես կարծում եմ, որ մենք հերոս բառը պետքա շատ զգուշ օգտագործենք, որովհետեւ այնքան օգտագործել ենք այդ բառը, որ ըստ էության ստացվում է, որ մենք իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ։ Իսկ 2023 թվականին Ադրբեջանի հարձակման օրերին Արցախի էլիտայի փախչելու մասին վարչապետի օրերս արած հայտարարություններին հակադարձել է Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը։ Շահրամանյանը կոչ է արել զոհված նվիրյալների հարազատներին եւ բոլոր նրանց, որոնք մասնակցել են Արցախի գոյամարտին, չտրվել սադրանքներին։ Ուզում եմ հիշեցնել նման խոսույթ իրականացնող անձանց, որ իրենք են եղել քաղաքական եւ դիվանագիտական առաջնագծում եւ հենց իրենց գործողությունների շնորհիվ է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում եւ հայ ժողովուրդը կորցրել է Արցախը եւ օկուպացված է այսօր Հայաստանի Հանրապետության զգալի տարածքներ։ Հիշեցնեմ, որ 2016 թվականի այսօրը Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Պատերազմի տարելիցի առիթով ռազմաքաղաքական գործիչներն ու զոհվածների հարազատներն այսօր այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն։
ցավ, կարոտ, ափսոսանք եւ հպարտություն։ Պատերազմը երբեք միայն թվերով չի լինում։ Դրա հետևում կանգնած են մարդկային կյանքեր, կորուստներ եւ հերոսություններ։ Մեր զինվորների քաջագործությունների կողքին չեն մոռացվում նաեւ թշնամու դաժան գործողությունները։ Գնդակահարեցին Թալիշի բնակիչներ Վալերա Խալափյանին ու կնոջը, կտրեցին նրանց ականջները։ Խոշտանգեցին անգամ 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին, Վալերայի մորը։ Սարսափ ֆիլմից չեմ պատմում։ Ընդամենը 10 տարի առաջ է եղել, երբ Ադրբեջանը խոշտանգում էր հայերին։ «2016-ի ապրիլյան պատերազմի առաջին զոհերից էր 12-ամյա Վաղինակը։ Երեխաներ կան դրսում վիրավոր, ես ու մայրիկը դուրս եկանք, ընկեր Գրիգորյանին գայանաքույրիկին։ Վաղաշակի մամային տեսանք այնտեղ, հետո ձեռքեր անունուց վազում են։ Վաղինակ Գրիգորյանը դպրոցական պայուսակը ուսին է զոհվել։ Ադրբեջանական արկը դպրոցի մոտ էր ընկել։ Վաղինակը դպրոց չհասավ։ Վիրավորվեց ճանապարհին ու մահացավ հիվանդանոցում։ 10 տարի առաջ այս օրը լավ է հիշում մարտունեցի Արտակ Մկրտչյանը։ Նա ուսանող էր, Շուշիում էր սովորում։ Արտակի դասի գնալու ճանապարհն էլ կիսատ մնաց։ Մինչև կոնկրետ ես դիրքեր բարձրանալը Մարտունիում լուր պատտվեց, որ մարտունեցի յուրին է զոհվել Մադաղեսում եւ մենք Մարտունիում ունեինք երկու յուրի, ովքեր ծառայում էին Մադաղեսում, դեռ չգիտեինք որ մեկն է, մեկուսն էլ ընկեր, երկուսն էլ համարյա մի փողոցում էինք ապրում, բայց արդեն պարզվում է, որ մեր կոնկրետ իմ հարևան ու ընկեր յուրին է զոհվել եւ ցավոք ես չեմ հասցնում ներկա գտնվել իր հոգեհանգստին եւ հոգավորությանը, քանի որ արդեն այդ ժամանակ մեկնել է դիրքեր։ Բարբերաբար ռմբակոծվում էին Մարտունին, Մարտակերտը, Հադրութի մի քանի գյուղեր։ Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ էին խաղաղ բնակիչները։ Սա վայրագություն էր, որ իրականացվել է եւ դա ես երկու դեպքերը միակը չեն, ելի եմ կրկնում, ապրիլյան պատերազմում մենք տեսանք Ադրբեջանի անմարտկային վարքագիծը, հանցավոր վարքագիծը եւ նման երևույթները շատ ավելի մեծ ծավալներով այնուհետև արձանագրվել են նաեւ 44-օրյա պատերազմի ընթացքում։ 2016-ին Ադրբեջանի վայրագությունները տևեցին 4 օր։ Հայկական բանակը կարողացավ կանխել այն։ Նախ պարտավոր ենք դանել, մենք չենք հարձակվել, մենք մեր տունն ենք պաշտպանում, մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում։ Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերին վերսկսեց իր ցեղասպան գործողությունները, խոշտանգումներ, սպանություններ, գերեվարություններ եւ Ադրբեջանի նույն ձեռագիրը շարունակվեց 2023-ին, երբ ամիսներ շարունակ շրջափակման մեջ ապրող արցախցիների դեմ սկսեցին պատերազմ։ Սառնախբյուրում մորթեցին խաղաղ բնակիչներին։ Ասում եկեք հասկեի։ Թորնս ձերքերը լողնալիս սկսալ են երատալ։ Այնա տղաս եկալա թապրտել դիշի։ Արա թորը դիշկյամ, թագյումքում դիշեք շենի։ Դիշիմ եկավ ասես լավ ժակետս այնալա մաղակամը վերտերյատ։ Լավ ժակետս երում կալալ դիշի եկա։ Իրական պատմություններ են, որոնց մասին չի ցանկանում խոսել պաշտոնական Երևանը։ Փոխարենը խոսում է իր հայրենակիցներին մորթողի հետ խաղաղության մասին, իսկ դրա դիմաց ստանում նոր պահանջներ։ Ինչքան հակառակը, ինչքան մենք թույլատնենք այս խոսույթը, ինչքան մենք պահանջատեր չլինենք, մեր իրավունքների հետևից չգնանք, չասենք, որ էթնիկ զտում է եղել Արցախի ժողովրդի նկատմամբ, ցեղասպանություն է կատարվել, դրան ի հակադրություն Ադրբեջանը շատ ավելի մեծ ծավալներով, շատ ավելի մեծ։ Տեսեք հիմա ով է դրա մասին խոսում։ Խոսում է այսպես կոչված մարդու իրավունքների հանձնակատար մի մարդ, որը ոչ մարդ բառի հետ կապ ունի, ոչ իրավունք բառի հետ կապ ունի եւ որի աչքի առաջ 120,000 մարդ մատնվում էր սովի, 30,000 երեխա մատնվում էր սովի ու ինքը ձեն ու ծպտուն չէր հանում, բայց հիմա միջազգային հարթակներում խոսում է ադրբեջանցիների նկատմամբ իրականացած է։ Սա ցինիզմի ամենավերջին մակարդակն է։ Թշնամու ձեռագիրը չի փոխվել քարորյա պատերազմից մինչև 2023-ի տեղահանություն։ Հայաստանի դիրքորոշումն է փոխվել, փոխելով նաև հայկական Արցախի ճակատագիրը։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքը կանգնած է ավելի լայն պատերազմի շեմին, կոչ անելով ԱՄՆ-ին եւ Իսրայելին դադարեցնել հակամարտությունը, որը նրա խոսքով մեծ մարդկային տառապանք է պատճառում եւ վտանգում է համաշխարհային տնտեսությունը։ ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գուտերեշը նշել է, որ ավերածությունները, տարածաշրջանային եւ գլոբալ կայունությանը սպառնացող վտանգները օրեցօր խորանում են։ Իսկ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը չի հանդուրժի պատերազմի, բանակցությունների եւ հրադադարի արատավոր շրջանը։ Շարունակվող հակամարտությունն աղետալի է ոչ միայն Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար եւ դրանից դուրս։ Մենք բազմիցս ասել ենք, որ վճռական ենք շարունակել մեր բարիդրացիական հարաբերությունները նրանց բոլորի հետ։ Իրանը կշարունակի հակահարված տալ այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում են Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածները, եւ մենք մեր Պարսից ծոցի հարևաններին թշնամի չենք համարում։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ։ Բարի գիշեր։